Այն, որ Իսպանիայի ընտրանին աշխարհի ուժեղագույն հավաքականներից է, դրանում կասկած անգամ չկա։ Central del Bosque-ի թիմը մրցաշրջանի 2009 վերելքով անցկացրեց եւ ժամանակից շուտ ապահովեց իր տեղն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ Ու թեև ընտրական փուլի Հայաստան-Իսպանիա հանդիպումը մարզական առումով որևէ նշանակություն չուներ, այնուամենայնիվ Եվրոպայի չեմպիոնները Երևան էին ժամանել ուժեղագույն կազմով։ Իսպանացիները չէին թաքցնում, որ ցանկանում են յուրօրինակ ռեկորդ սահմանել եւ Հայաստանին ժամանել անպայման հաղթելու մտադրությամբ։ Խաղի առաջին իսկ րոպեներից գնդակի կախարդներն արագ տեմպ հաղորդեցին խաղին, նույնիսկ անդադար տեղացող Անդրեվը չէր խանգարում իսպանացիներին, ովքեր պարզապես հիացնում էին իրենց գրագետ խաղով եւ տեխնիկայով։ Հյուրերի կազմում հատկապես ակտիվ էր Սանտիագո Կասորլան, ով առիթը բաց չէր թողնում հարվածի տակ առնել մեր դարպասը։ 16-րդ րոպեին հայ երկրպագուները ստիպված էին շունչները պահել։ Չավին մոտ 20 մետրից փորձեց շեշտակի հարվածով բացել հաշիվը, բայց Բերեզովսկին ուշադիր էր եւ կարողացավ ետ մղել գնդակը։ Քիչ անց հարվածային դիրքում Ֆերնանդո Տորեսն էր։ Լիվերպուլի հարձակվողն աճեզրից մեծ արագությամբ ներխուժեց Տուգանային հրապարակ, սակայն վերջին պահին Հրայր Մկոյանն անznորացաբար փակեց գնդակի ճանապարհը։ Պետք է նշեմ, որ անznորած եւ նվիրված էին գործում մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստները, ովքեր ջանք ու եռան չէին խնայում Եվրոպայի չեմպիոններին արժանի դիմադրություն ցույց տալու համար։ 29-րդ րոպեին վտանգավոր պահն արդեն Իսպանիայի հավաքականի դարպասի մոտ էր։ Մարկոս Պիզելին կենտրոնում ստանալով գնդակը մեծ արագությամբ նետվեց առաջ իրենից ելք տոնելով մրցակցի պաշտպաններին։ Թվում էր, թե գոլն անխուսափելի է, սակայն բրազիլացին վճռական պահին սայթաքեց եւ կորցրեց հաշիվը բացելու ռեալ հնարավորությունը։ Րոպեներ անց հայ երկրպագուները կրկին ոտքի կանգնեցին գոլի սպասումով։ Հիանալի հակագրոհի արդյունքում մեր ընտրանու 3 ֆուտբոլիստներ հայտնվեցին նպաստավոր դիրքում։ Հովհաննես Գոհարյանը լայնակի փոխանցումով գնդակը հասցեագրեց Արման Քարամյանին, վերջինս մենակ մնաց դարպասապահ Ռեյնայի դիմաց, սակայն չկարողացավ օգտագործել 100%-անոց գոլային պահը։ Եվ կրկին գործեց ֆուտբոլային չգրված օրենքը՝ դու չես խփում, քեզ են խփում։ Քարամյանի դրվագից 1 րոպե անց իսպանացիների արագ հակագրոհն ավարտվեց դարպասի գրավումով։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ Սեսկ Ֆաբրեգասը։ Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստներն ակտիվացան եւ սկսեցին ավելի հստակ եւ վստահ գործել, ինչն էլ տվեց ցանկալի արդյունք։ 55-րդ րոպեին իսպանացիների ճամբարում քար լռություն տիրեց, իսկ հանրապետական ստադիոնը ինչպես լավագույն ժամանակներում թնդաց։ Արտավազդ Քարամյանը ստանդարտ դիրքի խաղարկում մրցակցի Տուգանային հրապարակ, ու Ռոբերտ Արզումանյանը գլխի դիպուկ եւ գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց Ռեյնայի պասը։ Մարզասերների ոգևորությունն անսահման էր։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականը գրավում է Իսպանիայի ընտրանու դարպասը։ Գոլը ոգևորեց նաև հայ ֆուտբոլիստերին, բայց փոխարենն անչափ զայրացրեց իսպանացիներին, ով մեծ ուժերով նետվեցին գրոհի։ 62-րդ րոպեին հյուրերը ստացան Տուգանային հարվածի իրավունք, միշտ գնդակին մոտեցավ Չավին, սակայն Տուգանայինների հանրահայտ կատարողի հիանալի հարվածից հետո Ռոման Բերեզովսկին ոչ պակաս հիանալի ցարկով ետ մղեց գնդակը։ Այնուհանդերձ 3 րոպե անց Եվրոպայի չեմպիոններին հաջողվեց վերականգնել առավելությունը։ Ցելու համար խաղի գլխավոր մրցավար Իժի Եղինը նշանակեց 11 մետրանոց ոսկ ուժողը։ Գոլից հետո հայ ֆուտբոլիստները մեծ ուժերով նետվեցին գրոհի որպես դարպասապահին, սակայն Բերեզովսկին աչալուրջ էր եւ չեզոքացրեց վտանգը։ Մեր ընտրանին պարտվեց 1-2 հաշվով, թեպետ արժանի դիմադրություն ցույց տվեց Եվրոպայի չեմպիոն։